Ամենակարևոր ու ամենաարդիական հարցերից զրուցենք, ձեր կարծիքն է կարևոր, ինչի համար մեր մոտ քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործընթացները, ապական պաշտոնյաները, պետական ապականության այլասերվացության հետ է ասոցացվում, ինչի մեր մոտ կուսակցական ինստիտուտը չի կայանում, ինչի մեր մոտ իշխանությունների հանդեպ այդպես քննադատումը ժողովրդի լայն մասսաներում եւ իշխանության կողմից ռեալ քննադատումն ու խնդիրների լուսաբանումն ու լուծում առաջարկել անտարբերությունն է առաջացնում, իսկ իշխանություններին հատնտիր հայհոյանքը վերանության շրջանակում մեծ արձագանք է առաջացնում եւ իշխանությունների կողմից բիրտ ուժ պրոբլեմը ավելի խորն է ու ավելի կարևոր է մենք ապրելով կոնցլագեր տարբերակում սովետի կոմունիստական բոլշևիկյան կոնցլագերը փոխարինվել է մոնոպոլ գներով, բանկերով, այնտեղ զանազան տուգանքներով, բարձր հարկերով, մենք դա նորմալ ենք ընդունում։ Մենք օրինական հիմա հարկեր ենք տալի 43-ից 53-56%, օրինական հարկեր։ Այն դեպքում, երբ որ ռուսցային հարկ ենք տվել 10%, Օսման սուլթանին, Պարսից շահին, արաբ խալիֆին, խալիֆը կայսերն է, էլի, հարկ ենք տվել 2.5%, ռուսը եկել է մեզ օսմաններից ու պարսիկներից ազատագրել է, որոնց մենք շահերին ու սուլթաններին հարկ ենք տվել 2.5% եւ ազատագրելով դարել է մեծ եղբայրը, մեզ սահմանել է 10% հարկ։ Իսկ հասարսու մոնղոլ թաթարներին մենք հարկ ենք տվել 1%, բոլորը հարկ են տվել 1%, մենակ առևտրականներն ու վաճառականները, արհեստավորները, գյուղացիները հարկ չեն տվել, բայց դա մեզ ինչ, ոնց հետո ինչ որ 90% մեր աշխատածը մեր ձեռս տարվում է օրինական հարկերով, ակցիզներով, տամոժներով, բանկային վարկային տոկոսներով, մոնոպոլ գներով, տարածքի վարձակալության մոնոպոլիայով, որտեղ դա ինչ որ փոքր կաստայի մոնոպոլ գործառույթն է, մի հատ sense թղթով մեր պապենական հարստությունն են տիրացել եւ իրենք մեծ պայմաններ են թելադրում, խոսքի մի հատ շորը, որ մենք գնում ենք 7000-ից 12000 դրամ շոր կոշիկը, իրական դրա արժեքը մինչև $2 է, այդ ամենաբրենդային շորերը մինչև $2 են գնում, բայց այդ բարձր պայստային առևտրային տարածքների պատճառով մի քիչ էլ իրենց նախրոտ կան, դառնում է այդ գներով։ Հիմա մենք կոնցլագեր բանտ անասնաֆերմա կարգավիճակում ենք, հələ անասունը ավելի բարձր կարգավիճակում է, քան թե ռուսկի միրով օկուպացված ռուսական ազդեցության գոտով գտնվող երկրները, այդ թվում մենք 91 թվականին մենք չենք անկախացել, պրոստը այդ լենինիզմ, ստալինիզմ, կոմունիզմը ռուսկի միրը փոխարինվել է մի քիչ ուրիշ ձևով, բանկային հարկային տեռորով, փոխարինվել է կարմիր տեռորը, փոխարինվել է բանկային հարկային տեռորով, փոխարինվել է մոնոպոլ գներով, բան չի փոխվել, ինչքան ուզում ես հաչա, եկա ոչ ոք քո ասածին բանի տեղ չի դնում, քանի որ մեր մոտ բանտ կոնցլագեր է, կոնցլագերի ղեկավարություն չունի, կա նadzերածելներ եւ նadzերածելների վերադարձներ եւ ցանկացած ոտնձգություն նadzերածելներին դա իրենց արտոնյալ կարգավիճակի ոտնահարում է, իրենք հազիվ են մարդավայր սկսել ապրել, մեր արուն տառապանք վիշտով, մեկ էլ հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, չէ, ձեզ պիտի գցենք էլի այդ պամոյկանները, աղբանոցները, այդ բարակները, կամերաները, այդ Քուչիշյան կարգավիճակում նույնիսկ անասունի չէ, անասունը ավելի շատ իրավունքներ ու կարգավիճակ ունի, քան թե մենք հիմա սովետի ժամանակ, ռուս ցարի ժամանակ, դա Ռուսաստանում էլ այդ ձև եղել ու կա եւ նadzերածելը ոչ մի ռեզոն չունի, ոչ մի մոտիվացիա չունի մեր հանդեպ ինչ որ անի, ինչ էլ անում, դա անպագորգոր բաներ է, որ մեզ հեշտ կթի, միշտ էլ թե պետական ապարատում այդ կողոպուտալանը անիմաստ մսխումը իրականացրել, որ դրանից փողեր հավաքեն, դիզայն փախնեն այս կոնցլագեր տարածքից, բոլոր մեր բարձրաստիճան պաշտոնյաները արտասահմանում տենց տակուկ տեղեր են արում, ինչպես նաև Ռուսաստանում, Ադրբեջանի, Ղազախստանի բարձրադիր պաշտոնյաները, ով շանս ունի շարքային, ով շանս ունի ձև ունի փախնում
ըստ կոնսուլյադիար անասնապահ տարածքից։ Դա իրականություն, որտեղ մեր մոտ պաշտոնյան ղեկավարը քաղաքական գործընթացը դա բանտային ռեժիմի կոնսուլյադիարի այդ կարգ ու կանոնի այդ կեցության խստացման փոփոխության շուրջ է։ Նadzեռացելները ամեն ձև անում են, որ կարճած են ատամներով իրենց տաբուրետիկից, որովհետև եթե հանեն, իրենց գցելու են այդ նույն աղբանոցները, կանալիզացիա օրերը, որտեղից իրենք ելել են, հազիվ մաքրվել են, մարդավարի ապրում են, մենք էլ ասում ենք, այս երկիր, այս ժողովուրդ, այս ինչ եք, մենք չենք ասոցացնում, մենք մեր հայրենիքի, մեր ազգի հետ, որովհետև ոչ մի կոնսուլյադիարի զեկ պիտլա գերի իրեն չի ասոցացնում այդ կողի կորպուսների կողի տարածքի ինչ որ դատապարտյալների հետ, գերիների հետ, որտեղ ով են նրանք։ Այդ կամերայի մեջ ինչ որ միություն ստեղծում է, կեցության բան ստեղծում են, միմյանց օգնում են, կողի կամերաներին հանդուրժում են, բայց ընդհանուր առմամբ ոչ ոք ոչ մի բանի սրտացավություն չի ունենում։ Նույնը քաղաքական գործընթացը, որտեղ դա նadzեռացելի կոնսուլյադիարի ինչ որ գործառույթն է։ Դա համար այդ մեր մոտ ապականությունն է։ Իսկ ինչ ուզում ենք մենք արդյոք ազատագրվենք, դա շատ լուրջ ռետորական հարց է, որտեղ մեր այս ամենայն դեպս նորանկախ բոլոր գործընթացները ընդամենը նadzեռացելների կզվրտոցն է, նadzեռացելների կլանի կզվրտոցն է, դիրքը բարելավելու, նadzեռացել դառնալու եւ Կրեմլից քվոտա ստանալու այս կոնսուլյադիար անասնաֆերմա տարածքը կողոպտելու համար։ Ընտրությունը կանն է, իմ հայացք։